Դատարանը ըստ էության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարար է։ Դատարանը եւս մեկ ամսով երկարաձգել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արեմ Վարդևանյանը, նշելով, որ որոշումը ստանալուն պես դատական ակտը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։ Դատարանի որոշմանն արձագանքել է Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մեջբերում Փաշինյանը վստահ չլինելով իր ուժերի վրա ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ, շողքի հետ կռվել, բայց չնայած դրան նա անգամ այս կռիվն է պարտվելու։ Մոտակա օրերին կներկայացնենք մեր հետագա քայլերը։ 3 ամիս եւ Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը։ Մեջբերման ավարտը։ Դեկտեմբերին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոցը փոխարինել էր տնային կալանքով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, նշելով, որ եւս մեկ զորամաս է հանձնվել շահագործման։ Նորակառույց Վահագն ուսումնական կենտրոնում արդեն դիմավորել են նորակոչիկներին։ Այստեղ նրանք 6 ամիս ժամկետով պատրաստություն են անցնում, այնուհետև մեկնում նախորոշված զորամասեր, շարունակելու ծառայողական պարտականությունները։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները զինվորական ծառայությունը, կենցաղը, հիգիենան լիարժեք ապահովելու համար։ Նորակոչիկներից շատերը որոշել են ծառայությունից հետո անցնել պայմանագրային ծառայության։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տեղումներին ընդառաջ Վիոլիա ջուր ընկերությունը շարունակում է հեղեղատարները աղբից ու ավազից մաքրելու գործընթացը։ Ամեն շաբաթ ավելի քան 150 դիտահորերից հավաքված աղբի տեղափոխումը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես ԵԱՍՄ հիմնարկն իր տեխնիկական միջոցներով հեղեղատարներից դուրս բերված աղբը տեղափոխում է հիմնականում գիշերային ժամերին։ Երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով, ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարությունում։ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի վրա։ Երեկ նույնպես իսրայելական ուժերը թիրախավորել էին հայաբնակ թաղամասի հարակից շրջանը։ Հայտնի է, որ հարվածի հետևանքով հայեր չեն տուժել։ Իսրայելական բանակի թիրախում էր եղել Հեզբոլլա խմբավորման անդամներից մեկի բնակարանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է մեծ թունելում գտնվող իր անօդաչու թռչող սարքերի հավաքակազմի մի մասը։ Սա տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, թե ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ԱԹՍ-ների 90%-ը։ Իրանական ռմբակոծության տակ է հայտնվել Իսրայելի Գալիլեա մարզը, հարվածների հետևանքով ավերածություններ են մարզի ողջ տարածքում։ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի նավթային, տնտեսական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում կոչնչացվեն ԱՄՆ բոլոր օբյեկտները։ Հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին շեշտել է, որ խոսքը վերաբերում է նաեւ տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը անպատասխան չի թողնում ոչ մի հարված, մեր թիրախում են բոլոր օբյեկտները, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ, ասել է խոսնակը։ Հայտարարությանը հաջորդել է Իրաքում ԱՄՆ դեսպանատանը անօդաչուի հարվածը, Պայթյունին հաջորդել է հրդեհը, ձեր կադրերում դեսպանատան այրվող շենքն է։ Իրանում աղջիկների եւ տղաների դպրոցների հարձակումից հետո պատասխան հարվածը չի ուշացել։ Իրանական արկը պայթել է իսրայելական Ռիշոն Լեցիոն քաղաքում գտնվող դպրոցի տարածքում։ Հարվածի պահին տարածքում ոչ ոք չի եղել։ Այս ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում հարձակման հետևանքով ամերիկյան տանկեր են բռնկվել։ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքը եւս ենթարկվել է իրանական հարվածների, այրվել է նավթային հսկայական տերմինալ։ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էլ 4 օդանավակայաններ փակվել են Potomac Tracon տերմինալի զանգվածային խափանման պատճառով։ Մայրաքաղաքի ամբողջ օդային տարածքը վերահսկող հիմնական ռադարային օբյեկտը անսպասելիորեն անջատվել է, խաթարելով թռիչքների իրականացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին։ Ավելին, նա նշել է, որ իր հրամանով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը։ Մեջբերում ամբողջությամբ ոչնչացնելով Իրանի թագիզարդ Խարկ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները։ Սպիտակ տան ղեկավարը դարձյալ նշել է, թե իբր Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը եւ ոչնչացնել Իսրայելը, ինչպես իրենց երկրի հետ են վարվել։
վիրավորվել, նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նրա խոսքով Իրանի ծրագիրը իրենց շնորհիվ այժմ մեռած է։ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողության շրջանակում ամբողջությամբ կարող են չհամընկնել։ Ռուսաստանի Տամբովի մարզում ձերբակալվել է Տելեգրամում ահաբեկչության կոչ անող օտարերկրացի։ Դաշտային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա հետախուզվում էր իր հայրենիքում զորակոչից խուսափելու համար։ Հայտնի է, որ կասկածյալը Ռուսաստանում բազմիցս խախտել է ներգաղթի օրենքները։ Գիշերը Ռուսաստանը ինտենսիվորեն հրթիռակոծել է Ուկրաինայի մի շարք տարածքներ, մասնավորապես թիրախ են դարձել ջերմաէլեկտրակայանները։ Երկրում հնչել է օդային տագնապի ազդանշան։ Կիևում եւ տարբեր շրջաններում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով թիրախ է դարձել մասնավորապես Տրիպիլսկայի ջերմաէլեկտրակայանը։ Հարվածներից հետո երկրում սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով հարվածները իրականացվել են բալիստիկ եւ թևավոր հրթիռներով, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերով։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։